շնորհակալություն, որ այստեղ եք։ Ինքը լսում ասել ձայները, լսում ասել է ձայները, ու եկեք ևս մեկ անգամ, ողջուն ենք պարոն Ծառուկյանին։ Ծառուկյան! 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 Պարոն Ծառուկյան, այս պահին ես ուզում եմ, քանի որ պարոն Ծառուկյանի խոսքը, շնորհակալությունը ձեզ ուղղված փոխանցեցի, ուզում եմ, որ նաև պարոն Ծառուկյանը ներսում լսի մեր ձայնը։ Պարոն Ծառուկյան, մենք ձեր կողքին ենք, եղել ենք, այս պահին էլ ձեր կողքին ենք ու լինելու ենք ձեր կողքին։ Ազատություն! 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 Շնորհակալություն։ Այսօր այստեղ ես տեսնում եմ տարբեր ոլորտների ներկայացուցիչների, որովհետև չկա այնպիսի մի ոլորտ, որի զարգացման, բարգավաճման գործում պարոն Ծառուկյանը, Ծառուկյան ընտանիքը չունենան ահռելի ներդրում։ Խոսքը միայն տնտեսության մասին չէ, խոսքը միայն ստեղծված տասնյակ հազարավոր աշխատատեղերի մասին չէ, խոսքը միայն սպորտի ոլորտի զարգացման մասին չէ, երբ 20 տարիների ահռելի ներդրումների ու անձնական ներդրումների շնորհիվ Գագիկ Ծառուկյանը կարողացել է հայկական սպորտը հասցնել համաշխարհային մակարդակի, ծածանել աշխարհի ամենատարբեր մրցահարթակներում Հայաստանի եռագույնը, որով որ ազգային հպարտության զգացողություն ենք ունեցել մենք բոլորս եւ աշխարհասփյուռ մեր 10 միլիոն հայրենակիցները եւս։ Դա Գագիկ Ծառուկյանի հետևողական աշխատանքի շնորհքն է եղել։ Գագիկ Ծառուկյանի ներդրումը մշակույթի ոլորտի գործում եւս անմոռանալի եւ անգնահատելի է։ Գագիկ Ծառուկյանը այն բացառիկ բարերարներից է, ով Հայաստանում կառուցել է 7 եւ վերակառուցել 20-ից ավելի եկեղեցի։ Գագիկ Ծառուկյանի իրականացրած աշխատանքները կարող եմ ժամերով թվել, բայց այս ծափերը դրանց լավագույն վկայությունն են։ Շնորհակալություն։ Հիմա ինչ եմ ուզում ասել ես։ Գագիկ Ծառուկյանին կարող եք կալանավորել, կարող եք փորձել ընկճել։ Գագիկ Ծառուկյանից կարող եք փորձել խլել ամեն ինչ, բայց Գագիկ Ծառուկյանից չեք կարողանալու խլել նրա ոգին, նրա ուժը, նրա կամքը եւ նրա հայրենասիրությունը։ Այո։ Ծառուկյան! 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 Ես ուզում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, պարոն Ծառուկյանի կողքին կանգնած մարդկանցից յուրաքանչյուրը, ով ազնիվ է իր խղճի, իր մտքի առաջ եւ այսօր այստեղ կանգնած է, արդեն ժամեր շարունակ եւ հնարավոր է մինչեւ ուշ գիշեր։ Մեզանից յուրաքանչյուրը վստահ եւ հավատացած լինի, որ սա ժամանակավոր բարդություն է, որ բումերանգի օրենքը եզակի աշխատող օրենքներից մեկն է։ Լավությանը լավությունով է պատասխան տրվելու, նախանձին ու չարությանը նույն կերպ։ Պարոն Ծառուկյանը այն մարդկանցից է, ով եզակի մեծահոգություն ունի, անսահման մեծ սիրտ ունի եւ առավել քան վստահ եմ, որ երբ որ շատ մոտ ապագայում ինքը լինի ազատության մեջ, ձեզանից յուրաքանչյուրին գրկելու ու շնորհակալություն ասելու առիթ է ունենալու։ Շնորհակալ ենք շատ